Ես ծնվել եմ 1923 թվին, հունիսի 17-ին Թիֆլիսում։ Ծնողներս, հայրս հին բոլշևիկ էր, շատ լավ, ինքը տարբերում էր զենքերը, լավ վերանորոգում էր։ Մամաս էլ տնային տնտեսուհի էր։ Թիֆլիսում այ մանկություն անցել, այստեղ էլ ես ավարտեցի դպրոցը, որ ավարտեցի, դա եղել է հունիսի 20-ը, վերջի քննությունը հանձնեցինք և արդեն 21-ին եղել է հանդիսավոր նիստ։ Մենք գնացինք այդ նիստի, իմանալով, որ այդ օրը մեզ հրավիրել է պատվավոր պիոները, ժողովրդական դերասանը Ակակի Խորավան։ Իհարկե շատ ուրախ մենք հանդիսավոր նիստից գնացինք իրենց տուն, կինը իրեն շատ լավ մեզ ընդունեց, հյուրասիրեց թեյով, պիրոժնիներով և սկսեցինք զրույցել։ Բացի Խորավայից այդտեղ մասնակցում էին մեր զրույցի թատրոնի, գլխավոր թատրոնի, Ռուստավելի անվան թատրոնի կոմպոզիտորը և գլխավոր ռեժիսորը։ Նրանք ասում էին, ինչ պետք է անել, որ օգնել քո հայրենիքին, ինչով պետք է զբաղվել, որ կարողանանք մենք միշտ պաշտպանենք մեր հայրենիքը։ Այդպիսի հարցեր էինք լուծում և մտածում ենք, որտեղ գնանք սովորելու։ Ուրախացել ենք, որ ավարտում ենք դպրոցը, չմոռանալով, որ չէ, որ ամենաուրախ տարիները դպրոցական տարիներն են, որտեղ մենք անհոգ, առանց որևէ նպատակի ապրում ենք և սովորում ենք։ Որ գնում ենք արդեն տուն, ուշ էր արդեն բավականի, Խորավան կանգնեց ինքը բոյով, փարթամ տղամարդ էր դրան մուտքում և ասաց. երեխեք ջան, սա այդ նախադասությունը ես ռուսերեն կասեմ, выплывающему в житейское море кораблю желаю попутного ветра։ Այդ բառերը ես կանցկացրեցին կյանքովս ամբողջ տարին։ Իհարկե ինքը լավ բան ցանկացավ, բայց մենք լավ բան չսպասեցինք։ Առավոտը որ վեր կացանք, իմացանք, որ Թիֆլիսում և ամենտեղ Հիտլերը հարձակվել է սովետական միությանը։ Հետաքրքիրը նա էր, որ Հիտլերը իրեն նախարարի հետ որոշել է չհարձակվել սովետական միության վրա։ Ռիբենտրոպը և Մոլոտովը միասին հանդիպել են, նոտա են գրել և մենք հանգիստ էինք, որ պատերազմ չի լինի, բայց պատերազմը եղավ, Կիևից սկսվեց, ռմբակոծությունից, բոլորը արդեն չսպասելով պատերազմի և բաժանվելով տարբեր հանգստյան տեղեր, գնացին, արդեն սկսեցին հավաքվել իրենց ծառայության տեղերը։ Հավաքվեցին ամբողջ դասարանը, հավաքվեց և որոշեցինք գնալ ռազմաճակատ պաշտպանելու մեր հայրենիքը։ Քանի տարեկան եք այդ ժամանակ։ 18 տարեկան, 3 հորական։ Եվ գնացինք իհարկե ոչ բոլորս, 3 հոգի միայն մեր
դասարանից գնացին, զինկոմիսարիատ, ընդեղ դիմում գրեցինք, ասեցին լավ, ձեզ կվերցնենք, հավաքագրենք, բայց ընդամենը 3 հոգի։ Բայց ինչու որոշեցիք գնալ, ինչն էր։ Շատ հասարակ, մեզ մոտ շատ ուժեղ էր հայրենասիրության զգացմունքը, մենք միշտ մտածում էինք, ինչ անենք, որ լավ լինի մեր հայրենիքի համար, և այդտեղ մենք որոշեցինք, որ դրանից լավ բան չկա, գնանք պաշտպանենք մեր հայրենիքը։ Գնացինք զինկոմիսարիատ, մեզ գրանցեցին, հետո մեզ հավաքեցին, մենք գնացինք կուրսեր, радиотелеграфистов, курсы были, там мы готовились работать на ключе, изучили азбуку Морзе и через 3 месяца окончили эти курсы. Мы уղարկեցին ռազմաճակատ, նստեցինք մենք տավարնի վագոնում ինչ կար տավարնի, տախտակներից տեղ են սարքել, որ քնեն, միայն դա էր վագոնի մեջ, գնացինք ու մոտեցանք Ստալինգրադին։ Ստալինգրադում արդեն պայքար էր գնում, ռազմաճակատ էր, բայց դեռ ուժեղ չէին։ Այդ որ թվականի 43, հա։ 42 մենք որ գնացինք և ստիպված այդտեղ մենք մի շաբաթ մնացինք երկաթուղային կայարանի մոտ։ Մի օր կանգնած ենք ես ու ընկերուհիս, տեսնենք ինքնաթիռ է, կարմիր աստղերով, ուրախացանք, որ սովետական ինքնաթիռը ստեղ դուրս եկավ, ձեռքով բանարեցինք, բարևեցինք, այնքան ցածր էր թռնում, որ օդաչուի դեմքը մենք տեսանք չարությամբ էր լի, թե ինչով, բայց զգացինք, որ վատ է տրամադրված մեր նկատմամբ, մեկ էլ, որ ձեռքով չարեցինք, պրիվետստվերը, կրակեց պուլեմյոտից, կրակեց, աղջկա գլուխը թռավ, ընկերուհուս, արյունը շատրվանի նման լցվեց, ես ամբողջ արյան մեջ եմ կորել, ինչ անենք, ոնց անենք, որ դուրս գանք այս միջավայրից, ես չէի իմանում, որ ես էլ էի վիրավորված, ինձ տարան հոսպիտալ, այդ ընկերուհուս տարան թաղման տեղը, այդպես մենք ընդունեցինք Ստալինգրադ քաղաքը, դա շատ մեծ ստրես էր մեզ համար, մի քանի օր ես բուժվեցի հոսպիտալում, հետո ինձ ուղարկեցին արդեն ռազմաճակատ քաղաք Վարաշիլավգրադ, Ուկրաինայի քաղաքներից է, գնացինք այնտեղ ես ճանապարհին այնպես եմ ցրտահարվել, ոտքերս ցրտահարվեցին, կոշիկներս ուղղակի հնարավոր չէր պոկել կաշվից, գնացին այնտեղ սանադելը, բժիշկը կտրեց բաները, կոշիկներս և սկսեցին իմ ոտքերս բուժել, քանի օր մնացի այդտեղ, ոտքերս բուժեցին և այդտեղ մի ձեր սանիտար կար, որը մեզ շատ լավ էր խնամում ու նա ձեռքը դրեց իմ ուսիս վրա, ասեց աղջիկ ջան, դու ուզում էիր քո հայրենիքդ պաշտպանես, գնա ու պաշտպանի և ես գնացի պաշտպանելու իմ հայրենիքը,
արդեն ոչ թե բացինկաներով, այլ կիրզովի սապագներով ու բարձանկեքով ցույց տվեցին ոնց պետք է փաթաթե ոդկա, որ չի տրորել, չի վատացնել վիճակը։ Գնացի ու սկսեցի աշխատել, Պիրենացնոյ ռադիոպրիոմնիկ, ձերքով ենք տեղափոխում, այդ դրա վրա մենք օգնում ենք օդաչուներին, օդաչուները, որ սկսվում էր հարցակումը, միշտ առաջինը օդաչուներն էին գնում, հետո տանկերը, հետո նոր պեխոտան, և ինչ է ստացվում, չեզոք գոտին երկու բաների միջև շատ փոքր էր և շատ մեծ էր վտանգը, որ ռումբը ոչ թե գերմանացուների վրա ընկնի, այլ մեզ վրա, սովետական զինվորի վրա։ Դրա համար մենք իրենց զգուշացնում ենք։ Առաջին գծում ռազմաճակատի առաջի գիծն էր, դա վտանգավոր էր, մենք մի բանով ծածկվեցին, թաքնվեցին և եթե մենք ուրիշ ժամանակ թվերով ենք հաղորդումները ընդունում, ապա հիմա մենակ միկրոֆոնով օդաչուին ասում ենք, որ կվադրատը պետք է նրանք ռմբակոծին, այդպես ենք օգնում։ 43 թիվներ, փետրվար ամիս, մեր ուժերը մեծ պայքար են մղում գերմանացիների դեմ Ստալինգրադում, շատ հայեր կան, գիտեք, շատ, և ինչ է ստացվում, որ կարողացան ազատագրեն քաղաք Ստալինգրադը և լրիվ արդեն սովետական իշխանությունը այդտեղ դրսևորել, դա հակարված հասցրեց հետ մղեց թշնամուն։ Այդ հաղթանակը շատ մեծ դեր հաղաց ամբողջ պատերազմի վրա, որովհետև եթե չհաղթեին մերոնք, գերմանացիները սպասում էին այստեղ մեր Հայաստանի սահմանին, արդեն 26 դիվիզիա էր թուրքական, նրանք սպասում էին, որ մենք տարվենք և անմիջապես մտնեն Հայաստան, նորից գենոցիդը սկսվի, բայց չեղավ իրենց ուզածը։ Գիտլերը ինչի էր շատ ուզում Ստալինգրադը վերցնել, որովհետև ինքը շատ է հեռացել իրեն հայրենիքից։ Տեխնիկան պետք է ապահովել վարելիքով, վարելիք չունեն։ Վոլգագետը կապում էր հյուսիսը հարավի հետ։ Վոլգագետը միակ մի ճանապարհ էր, որը շատ էժան էր մարդու վրա նստում և ամենակարևորը տանում էր դեպի Բաքու, որտեղ կա նավթը։ Դրա համար էր այդպես շատ ուզում, բացի դրանից է, որ քաղաքը կրում էր Ստալինի անունը, Ստալինգրադ, Ստալինի քաղաք, դա էր իրեն բանանում, գրգռում, ինքը որոշում էր անպայման վերցնի այդ քաղաքը, բայց չստացվեց։ 91,000 դուք պատկերացրեք հոգի գերի ընկան, շրջապատվեցին գերմանացիների և այդտեղ կան 25 գեներալ, 2500 սպա, դրանք բոլորը մաշված կոշիկներով, շորով սպասում էին փրկությունը, բայց փրկություն չեկավ ոչ մտեղ, նրանք հանձնվեցին, գերի դարձան։ Դրանց ղեկավար Պաուլուսն էր, կորպուսի ղեկավարը,
նա շատ խելոք մարդ էր եւ բանին գրիկներին մերժում էր, ասում էր ախր չի լինի, հնարավոր չի գրավել Ստալինգրադը, հնարավոր չի, իսկ Գիտլերը նրան կոչում էր շնորհում, բարձրացնում էր կոչումները, որպեսզի Պաուլոսը համաձայնվի պայքարի մեջ մտնի։ Ստալինգրադի հաղթանակը ոգևորեց բոլորին։ Մենք ես այն ժամանակ մեր ռադիորոտայում քարտուղարն էի կոմիտական կուսակցության ղեկավարը եւ հրամանատարը իրեքով մի հատ բայվոյ լիստոկ էր, այնպես թերթ, բայվոյ լիստոկ, անմիջապես դուրս լուսնցայեցինք եւ գրեցինք ուրա Ստալինգրադ նаш, սկսեցինք արդեն հարցակումները մենք, մեր բանակը, գրավեցինք Ուկրաինան լրիվ ազատեցինք գերմանացիներից, ազատեցինք գերմանացիներից Լեհաստանը, Հունգարիան եւ Չեխոսլովակիան։ Չեխոսլովակիան մենք մտանք արդեն ապրիլ ամսվի վերջին 45 թվի, արդեն գերմանական ղեկավարությունը կապիտուլյացիա է ենթարկվել, մենք ազատ բան են գալիս, գարուներ, կանաչը կրուգում, ծաղիկները եւ մենք այդտեղ այդ մտնոլորտում։ Գիշերվա ընթացքում գնացինք Պրագա քաղաքը, 3 օրում ազատագրեցինք Պրագա քաղաքը, մի հատ ֆաշիստ չմնաց արդեն այնտեղ եւ մենք այդ օրը ամսի 9-եր 1945 թվի մայիսի ամսի 9-էր մենք հասեցինք հազիվ բրծանք պատերազմից։ Սա մեզ համար կրկնակի տոն էր, որովհետև եւ քաղաքը մենք ազատեցինք Չեխոսլովակիայի մայրաքաղաքն էր Պրագան եւ վերջացավ հայրենական մեծ պատերազմը։ Դա մեզ համար Դուք այդ օրը Պրագայում դիմավորեցիք սենց այո, այդտեղ դիմավորեցինք եւ շատ ուրախացանք։ Ես օրինակ ամբողջ պատերազմ 4 տարի եմ եղել այդտեղ։ 4 տարվա ընթացքում չեմ իմացել անկողին է ինչ նշանակում։ Երազում է, ասում է, պատերազմը վերջանա, ես կենթանի մնամ, գնամ մեր տունը, լողանամ ու մաքուր անկողնու մեջ պրոստինյայով, բադաջանիկով քնեմ, իսկ կողքից աթոռ լինի, մի բաժակ քաղցր թեյ, մի կտոր հաց ու պանիր, այկական պանիր եւ գիրքը ձեռքիս կարդամ։ Ուզում ա դրսում ինչ եղանակ ուզում ա լինի, բայց ինձ համար հեչ, ես մեր տանն եմ, լավ պայմաններում եմ։ Պատերազմը վերջացավ ու մեր զորամասը արդեն տեղափոխվում է, ամեն մեկը իրեն տեղը։ Մեզ տեղավորեցին Քութայից քաղաք, Վրաստանում էր այդ քաղաքը։ Այդտեղից ուրեմն ինձ ստվեցին թղթերը, ասեցին դու դեմոբիլիզացված ես, իսկ քո պասպաստ թղթերն են, գնա տուն։ Եվ ես վեշնիշոկը մեջքից գցած, նստեցի տրավտավարնի վագոներ, նստեցի եւ չէ, կարա կանգնած հասա Թիֆլիս եւ այդտեղ գնացին մեր տունը։ Ուրախությանը չափ չկար, մերոնք շատ ուրախացան, նստեցինք, խոսեցինք եւ այլն եւ արդեն սկսվեց իմ հաղա կյանքը։ Ամուսնացա, ամուսինս բաներ, փոխգնդապետ է։ Ինքն էլ էր պատերազմի մասնակից էր, 5 անգամ վիրավորված էր,
5 անգամ այդ քիչ չէ, 2 անգամ ես եմ վիրավորվել, պայմանավորվել ենք հանդիպել Թիֆլիսում, որտեղ իմ ծնողներս էին ապրում եւ իրեն քույրը, եւ այդպես էլ գիտեք ստացվեց։ Երբ եք ծանոթացել, ինչպես ստացվեց։ Մենք շուտ ենք ծանոթ իրեն հետ, որովհետև ինքը Օձուն գյուղից էր, որտեղ մենք ամեն ամառը գնում ենք բնակարան ենք վարձում ու ամառը անցկացնում։ Ինքը այդպես բնակարանի տեր էր։ Ես երևում է իրեն դուր եմ եկել, խոսեցինք բան, որոշեցինք պատերազմից հետո հանդիպել եւ հանդիպեցինք նույն օրը ինքը առավոտ եկավ քրոջ մոտ, ես էլ ցերեկա եկա իմ ծնողներիս մոտ, ամուսնացանք, 2 տղա ունեցանք, այս մեծ տղաս գիտությունների տեխնացիա քիմիկոս է, մյուս տղաս օթաչևոն բանինա կաթոլիկների ղեկավարին Հռոմ տանում 2 տարի պատերազմից հետո ամուսնուս հետ բանում էի Լեհաստանում ենք, հետո եկանք Թիֆլիս, իրեն ուղարկում էին ակադեմիա, ազգանուն անունը գրել են, ինքը չուզեց մանակում ծառայի, վերադարձավ իրեն հայրենիքը, ինձ էլ հետը տարավ։ Ես ընդունվեցի համալսարան, պետական համալսարանը Թիֆլիսում, ուզում էի բժշկականը գնալ, բայց ամուսինս ասեց, ինչ ես գնում բժշկական, ամբողջ գիշեր ցերեկ պետք է զբաղված լինես, գնա ֆիլոլոգիչսկի բաժին, այնտեղ դասատու կլինես, հնարավորություն կունենաս քո երեխաներին ճիշտ լավ դաստիարակես, որովհետև այստեղ ժամը չէ դասատուների դասերը։ Ես էլ այդպես արեցի, հետո իրեն տեղափոխեցին այստեղ, ինքը պարտեպրոց ավարտեց ու համալսարանը տեղափոխեցին Երևան, ես էլ այնտեղից եկա այստեղ։ Բագրամյանի մեկ, Ժուկովա 2-րդ, Խոջակովա 3-րդ, շատ կա այդպես բան, Վազգեն Սարգսյանին է ստեղ, Հայաստանում է մեդալ չմնաց, որ ես չստանա, բոլոր մեդալներից ստացել եմ, բայց ես շատ եմ գնահատում, այս չեխականը, այս ոսկի և ասա Զաբայելի զասլուկի, իհարկե շքանշանն է ինձ համար շատ արժեք ունի։ Հայրենիքը, դա պետք է սիրես հայրենիքը, պետք է պատրաստ լինես լուբոյ մթնոլորտում պաշտպանես քո հայրենիքը։ Հիմա մեզ մոտ որ եկանք, երեխեք չգիտեն, որ պատերազմ է եղել բան, մենք հիմա մեծ աշխատանք ենք տանում երեխաներին պատմելով, ոնց է եղել, ինչպես է պատերազմը զարգացել, ոնց ենք մենք հաղթահարել բանին գերմանացիներին։ Հայրենիքը մեծ նշանակություն ունի, սիրել հայրենիքը և պաշտպանել նրան, եթե կարիք լինի։